Անդրադառնամ մի քանի ելույթների, նախ պարոն Արշակյան, երբ հանգստության կոչ եք անում, ես էլ հակառակ կոչ եմ անում, անհանգստության կոչ եմ անում, որովհետև չի կարելի այս պայմաններում հանգիստ լինել կամ հանգստության կոչ անել մի քանի հիմնավորումներով։ Առաջին, Ֆրանսիայում ընդհանուր խաղադրույքների ծավալից 5% հարկա առաջանում։ Հայաստանի Հանրապետությունում 0.5, եթե եկամտային հարկներ գումարենք 0.6, այսինքն շուրջ 10 անգամ պակաս է մեր մոտ հարկ գոյանում, քան օրինակ Ֆրանսիայում։ Եք հանգստության կոչ անում։ Ես գտնում եմ, որ մեր մոտ է պետք է այնքան հարկ գոյանա, ինչքան օրինակ Ֆրանսիայում։ Մեծ Բրիտանիայում մի հատ համախառն եկամուտն է հարկվում 21%-ով։ Դրանից հետո մի հատ է շահութահարկ է կիրառվում 25% մեր 18-ի փոխարեն։ Նոր պարոն Բագրատյանը ասում է, որ կարանք քննարկենք շահութահարկը բարձրացնելու մասին հարցը։ Շնորհակալ եմ, խնդրում եմ ակտիվ եղեք, պարոն Բագրատյան, որովհետև Իսպանիայում, Անգլիայում, Բելգիայում, Ֆրանսիայում 25% է շահութահարկը։ Գերմանիայում մինչև 29% շահութահարկը, Հայաստանում ընդամենը 18%, ոնց որ մյուս ոլորտների համար։ Կարանք բացառություն անենք այս ոլորտի համար եւ իրանց հարկը բարձրացնենք համապատասխանաբար սարքենք օրինակ 25 կամ 29%, ոնց որ Գերմանիայում կամ եվրոպական մյուս երկրներում։ Ու չի կարելի հանգստության կոչ անել, որովհետեւ մենք ունենք խնդիրներ։ Ու մեր խնդիրների մասին մենք իշխանական падգամավորները պետք է ամենաակտիվը խոսան ու ամենաակտիվը խոսում են։ Ես կցանկանայի, որ մեր ընդդիմությունն էլ ակտիվ լինի ու ինքը թվերը հանի բերի խոսա, ինքը գա ասի, որ թմրանյութերի շրջանառությունը աճել է 5.7 անգամ վերջին 5 տարվա ընթացքում թվերով փաստարկված բերի ասի ու գործու մեխանիզմներ բերի ասի պիտի դրա դեմ պայքարենք, ոչ թե իշխանական падգամավորը անի ու ասեն, որ իշխանության մեջ թվեր կան կամ հակասություններ կան կամ իշխանության падգամավորը քննադատում է իշխանությանը։ Բա որ ընդդիմությունը չի քննադատում, ով քննադատի։ Բա մենք պիտի մեզ քննադատենք, բայց չխոսանք մեր խնդիրների մասին, որ թմրանյութերի շրջանառությունը ապօրինի աճել է 5 անգամ 5 տարվա ընթացքում։ Բա մենք պիտի դրա համար խոսանք, եթե խնդիրը դու չես բարձրաձայնում, խնդրի մասին չես խոսում, չես կարա դու խնդիրը լուծես։ Նույնը վերաբերվում է մեր մյուս ոլորտներին, ու այս աստիճանաբար մյուս խնդիրները նույնպես լուծելու ենք։ Թմրանյութերի դեմ պայքարը խստացվելու է, առավելապես խոշոր չափերով թմրանյութերի վաճառքը պիտի հասցվի 14-ից 20 տարվա ազատազրկման կամ ցմահ, եւ նաեւ պետք է արմախետի լարվի քրեական ենթամշակույթը սուսի գողական բարքերը Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ սրանք իրար հետ հավասարաչափ վնաս են տալիս մեր պետությանը, խաղամոլությունը, սուտի գողական բարքերը ու թմրամոլությունը, որը պետք է արմատախիլ անենք, հարգելի ընդդիմություն, խնդրում եմ օգնել մեզ այդ հարցում, շնորհակալ եմ։